Փաշինյանը խառնում է իր անձնական անվտանգության երաշխավորներին Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորների հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք հասկանանք ինչ իրավիճակում ենք մենք գտնվում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացիորեն ստանձնել են ադրբեջանցիների փոստատարի կարգավիճակը, այսպես եկեք ձևակերպենք, ուղերձներ են փոխանցում, որոնք իրականում վերջին շրջանում նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունը չի բարձրաձայնում, ուղերձը հետևյալն է, կամ մենք վերարտադրվում ենք, կամ դուք բոլորդ զոհվում եք, որովհետև երբ որ դու ասում ես, եթե ԿՊ-ն չի վերարտադրվում, համանդրական մեծամասնություն չի ստանում, Հայաստանին սպասում է աղետաբեր պատերազմ այն էր սեպտեմբերին, ստացվում է հետևյալը, դու մարդկանց սպառնում ես պատերազմով, հղում անելով փաստորեն հղում անելով ադրբեջանական ինչ-որ ծրագրերի, թե դա քո պատկերացումն է իրականության։ Սա հետաքրքիր հարց է, չէ՞։ Սա իսկապես իրենք հղում են անում ինչ-որ տեղեկությունների, թե սա իրենց պատկերացումն է։ Եթե սա իրենց պատկերացումն է, ապա կրկին ասենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները իդեմս Նիկոլ Փաշինյանի հայտ են ներկայացնում Հայաստանում ձևավորել Ալիևյան կլանի նման ինչ-որ մի կլան, որը հավերժ ձգտելու է իշխանության։ Ալիևն էլ է, չէ՞, ասում, ես ձեր անվտանգության երաշխավորն եմ։ Ուրիշները գան, հայերը գալու են ձեզ գրավեն, ուտեն, գլուխներդ ուտեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Նույնը հիմա անում է Նիկոլ Փաշինյանը եւ այսօր ազգային ժողովում գլոբալ առումով հենց այս հարցն էր բարձրացվում եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներին դա էին ասում էին Աննա Գրիգորյանը եւ Քրիստինե Վարդանյանը Հայաստան խմբակցության падգամավորները ասում են հարգելիներս օքեյ ենթադրեք մենք գնում ենք խաղաղության բայց այդ խաղաղությունը ինքը պետք է ունենա երաշխավորներ ինչու եք դուք դեմ երաշխավորների մեխանիզմին ինչն է խնդիրը որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեմ են երաշխավորի ինստիտուտին նույնիսկ մի կողմ եք թողնում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ինքը ընդամենը ամիսներ առաջ խոսում էր այն մասին, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանին իսկապես անհրաժեշտ են երաշխավորներ, որովհետեւ կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո մի կես տարի անց օրինակ սկսի պատերազմական գործողություն։ Հիմա օրինակ ինչպես են իշխանությունները դա բացատրում, ասում են, երբ որ երաշխավորը գալիս է, ինքը իր շահերն է բերում եւ փորձում է ինտեգրել տարածաշրջանում, այսպես են իրենք սա բացատրում, բայց միևնույն ժամանակ իրենք կապում են փաստացիորեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատումը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մեջ Թուրքիան պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես դարձել է մոդերատոր հայ-ադրբեջանական հարաբերությունում ինքը փորձում է իր շահերը սպասարկել ավելին թուրքերը նաև անկեղծ ասում են որ իրենք կգնան Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների հաստատմանը միայն այն պարագայում երբ որ Ադրբեջանը գոհ լինի Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների մակարդակից Թուրքիայի գործոնը այստեղ կարևոր է, այսինքն Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է, որ Թուրքիան լինի միջնորդ, մոդերատոր, ինչպես ուզում եք ասեք այս ամեն ինչին, բայց այլ միջնորդներ իրենք չեն ուզում ներգրավել գործընթացում։ Այստեղ երկու կարևոր հանգամանք կա։ Նիկոլ Փաշինյանը իր անձնական անվտանգության, քաղաքական երկարակեցության երաշխավորներին շփոթում է Հայաստանի Հանրապետության երաշխավորների հետ։ Ըստ երևույթին մենք հիմա բոլորս տեսնում ենք հետևյալ, չէ՞, նախընտրական տարի է, նախընտրական փուլ է, Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի Հանրապետության վրա։ Դա իշխանությունները կարողանում են օգտագործել որպես գործոն նախընտրական պայքարի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքացիներին համոզել, որ ինձ խոսք են տվել, որ դա չեն անելու, ինձ են միայն խոսք տվել, որ չեն հարձակվելու, այ հենց ես կարողանամ վերարտադրվել, ամեն ինչ լավ է լինելու, իրենք շարունակելու են նաև հետընտրական փուլում պահպանել խաղաղությունը, բայց կրկին ասենք, այստեղ ստացվում է մի համակարգ, որտեղ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի անձից։ Լավ է մարդը բավոր առողջական խնդիր ունենա կամ չգիտենք օրինակ զեյթուն ուտելուց կորիզը մնա կոկորդում ինչ ենք անելու այսինքն Հայաստանի Հանրապետության անկախությունը անվտանգությունը տարածքային ամբողջականությունը կախված է լինելու զեյթունի կորիզից թվում է սա էպոտաժային հարց է բայց սա իրականության համապատասխանող դիտարկում է եւ եւս մի կարեւոր հանգամանք տեսեք ինչու է Թուրքիային եւ Ադրբեջանին անհրաժեշտ որպեսզի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում երաշխավորներ չլինեն, որովհետև եթե չկա երաշխավոր, չկա նաև անվտանգության երաշխիք, լավ թե վատ, բայց չկա այդ անվտանգության երաշխիքը։ Դա ինչի համար է անհրաժեշտ Թուրքիան եւ Ադրբեջանը, որպեսզի իրենք կարողանան Հայաստանի հետ մենակ մնալով տարբեր ճանապարհներով, ճնշումներով, համոզելով, խաբելով Հայաստանից ստանալ այն ամենը, ինչ իրենք ուզում են ստանալ։ Օրինակ ինչի մասին կարող է խոսք լինել։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք լսել եք, որ ադրբեջանցիները հայտարարել են, որ իրենք օրինակ հրաժարվում են այսպես կոչված անկլավներից, օրինակ Տիգրանաշենից։
Իրենց անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, որովհետեւ իրենք այդ անկլավների նկատմամբ եւս ստանան վերահսկողություն եւ պետք է ոչ միայն ինքը վերարտադրվի, այլ նաեւ անվտանգության երաշխավոր չլինի Հայաստանի Հանրապետության համար, որ իրենք կարողանան վերցնել այդ անկլավները, տնավորվեն այդ անկլավներում եւ Հայաստանի վրա ճնշման հավելյալ գործիքներ ունենան։ Դրա համար է նաեւ այստեղ կարեւոր այն, թե ինչ է ասում Հայաստանի Հանրապետությունում անդիմությունը, այլընտրանքային քաղաքական ուժերը, որոնք խոսում են անվտանգության երաշխավորների մասին, եւ երբ որ մենք ասում ենք անվտանգության երաշխավոր, խոսքը չի սահմանափակվում կամ այստեղ խոսքը չի գնում միայն զորքերի մասին, խոսքը չի գնում խաղաղապահների միայն մասին, խոսքը գնում է հետեւյալի մասին, որ դու պետք է կարողանաս համապարփակ անվտանգության համակարգ կառուցել, որտեղ մի շարք բաղադրիչներ պետք է լինեն, նախ քո բանակը, երկրորդը քո տնտեսությունը, երրորդը կոմունիկացիոն համակարգը, դու պետք է կարողանաս մաքսիմալ շատ կողմերի ներգրավես քո տնտեսական համակարգում, քո կոմունիկացիոն համակարգում, դու պետք է կանխատեսելի գործընկեր լինես քո դաշնակիցների համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինակի համար ինքը կարող է մեզ մատակարարել հսկայածավալ անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են մեզ համար ազգային անվտանգությունը ապահովելու կարևորագույն գործիքներից մեկը լինել։ Իսկ մենք ինչ ենք անում, մենք Իրանը-ամերիկյան պատերազմի ժամանակ փորձում ենք ամերիկյան կապիտալ լինի, ամերիկյան ներկայություն լինի, բերենք Սյունիքում տեղավորենք, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ սանիտարական կորդոն ստեղծենք։ Երբ որ դու դա անում ես, դու վտանգի տակ ես դնում Հայաստանի Հանրապետությունը, վտանգի տակ ես դնում մի իրավիճակում, նաև երբ որ դու մտածված կերպով ոչնչացնում ես անվտանգային այլ համակարգերը, դու ոչնչացնում ես քո դաշնակիցների հետ հարաբերությունները, ինչը Ադրբեջանին եւ Թուրքիային տալիս է հնարավորություն Հայաստանի հետ անել այն, ինչը իրենք արել են 1915 թվականին, 20-ական թվականներին են արել, 90-ական թվականներին են փորձել արել, 20 թվականին են արել եւ ավարտին են հասել 23 թվականին եւ այստեղ խոսքը մեն հակաարցախյան երևույթների դրսևորումների մասին չէ, իրենք նույնը պլանավորում են անել նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության, մտածեք այդ մասին։